Պարոն Ստեփանյան, տևական ժամանակ է տեսնում ենք այս որոշ հոգևոր դասի եւ իշխանության ներկայացուցիչների հակասությունները գոնե հրապարակային տեղեկատվական մակարդակում տեսնում ենք թե ինչ հայտարարություններ են անում, ինչու է Գարեգին Բ-ն շարունակում լռել վարչապետի այն հարցադրմանը ի պատասխան թե արդյոք զավակ ունի թե չէ եւ ինչու է վարչապետը այս թեման շարունակում տակ պահել, նպատակը որն է, վերջնանպատակը հաշվի առնելով նաեւ այսօրվա վարչապետի գրառումը, որ վեհարանը մաքրելու նպատակով առաջարկում է հանրային խորհուրդ ձևավորել։ Դե պարզ է ինչու է Գարեգին Բ-ն լռում է, որովհետեւ այդ փաստի մասին, որ ինքը երեխա ունի, մեծ աղջիկ ունի, վաղուց հայտնի է։ Եվ նույնիսկ չի որ Նիկոլ Փաշինյանն է այդ մասին ազդարարել Հայաստանի Հանրապետությունում, երևի թե անիմաստ է փորձել հերքել այդ փաստը, դրա համար էլ լռում է։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այսպիսի հետևողականությանը, ես կարծիքս արտահայտել եմ եւ չեմ փոխում այդ կարծիքը, սա իր մեջ պարունակում է առաջին հերթին նախընտրական էլեմենտ, նախընտրական կամպանիա էլեմենտ, ամեն մի քաղաքական ուժ փորձում է իր ձևով, իր կերպով հավաքել էլեկտորատ, իր շուրջ կոնսոլիդացնել էլեկտորատ եւ պարոն Նիկոլ Փաշինյանը փորձում է դա անել այս կերպ։ Եվ սա իրականում խոսում է մի բացասական, շատ բացասական երևույթի մասին, որ ինչու է հենց եկեղեցին ընտրվել, եկեղեցու սպասավորները ընտրվել, բարձրաստիճան, ես դա անվանում եմ եկեղեցական իշխաններ, որովհետև նրանք թույլ են, որովհետև նրանք խոցելի են։ Եթե օրինակ Գարեգին Բ-ն լիներ մի անձնավորություն, հոգևոր հայր, որը կունենար օրինակ Վրաստանի կաթոլիկոսի իմիջը երկրի ներսում, Իլիայի, ես կարծում եմ երբևիցե որևէ իշխանություն այսպիսի քայլեր չէր ձեռնարկի։ Իսկ Գարեգին Բ-ն խոցելի է, նրա արքիեպիսկոպոսները խոցելի են, այդ անուններով չեմ ուզում թվարկել այդ մեքենաների տերերը եւ այլոք, այնպես որ սա իրականում շատ վատ մի երևույթ է եւ խոսում է միանշանակ ոչ եկեղեցու օգտին։ Պարոն Ստեփանյան, բայց այնուամենայնիվ այս ամեն ինչում դուք քաղաքական ենթատեքստ չեք տեսնում, որովհետև վերջին շրջանում մենք էլ ենք տեսնում, թե չասեմ եկեղեցին, այլ նույն սպասավորները եկեղեցու ինչպիսի հայտարարություններ են անում, շարժումներ են ստեղծում հայրենիքի փրկության եւ հստակ արտաքին քաղաքական ուղեծիր են նշում, որ պատկերացնում են Հայաստանի համար։ Այսինքն հարցը միայն եկեղեցու թույլ եւ խոցելի լինելու հետ է կապված, թե նաեւ քաղաքական ենթատեքստ ունի, ինչ որ իմաստով քաղաքական հակասություններ ունեն։ Դե ես հենց դա եմ ասում, ներքաղաքական ենթատեքստը առկա է։ Ես հենց դա եմ ասում։ Ես ինչ եմ ուզում ասել։ Եկեղեցին խոցելի է, որ օգտագործվում է այդ ներքաղաքական ենթատեքստում։ Եվ եկեղեցու, ես անընդհատ պետք է սա շեշտեմ, որովհետև մարդիկ անընդհատ ասում են, ինչու եք եկեղեցուն ասում։ Եկեղեցին չէ, լավ, եկեղեցու վերնախավը, երբ որ ես ասում եմ եկեղեցի, ես նկատի ունեմ դրա դեպքում եկեղեցու վերնախավը։ Այն խոցելի է, որովհետև մտել է քաղաքականություն։ Եկեղեցին, եկեղեցու վերնախավը չպիտի մտներ քաղաքականություն եւ մտնելով քաղաքականություն ինքը Նիկոլ Փաշինյանին եւ ցանկացած քաղաքական ուժի հնարավորություն է տալիս հարվածներ հասցնելու եւ խնդիրը այստեղ այն է որ հարվածները հասցվում են ոչ միայն եկեղեցու այդ վերնախավին, որը քաղաքականացված է, այլ նաեւ ամբողջ կառույցին։ Իսկ սա կոնկրետ ինձ համար անընդունելի է։ Եվ այո, Բագրատ Գալստանյանը Գարեգին Բ-ի այսպես աչով, աչը դրեց, չէ, իրենց օրհնեց այդ շարժումը, չպիտի մտներ քաղաքականություն եւ հետո եկեղեցին իր հետևից քաշ չտառնցներ քաղաքականություն, որ այսօր չստանար այդ պատասխանը եւ ընդհանրապես այստեղ որևէ դրական բան ես չեմ տեսնում այս հակամարտության մեջ, սա պատիվ չի բերում եկեղեցուն, սա պատիվ չի բերում մեր պետությանը, սա չի ամրապնդում մեր պետականությունը եւ մեծ հաշվով չի ամրապնդում նաեւ մեր իշխանությունը։ Պարոն Ստեփանյան, բայց հատկանշական է, որ օրինակ նույն Աջապահյանը Շիրակի թեմի առաջնորդը եւ տարիներ առաջ, նաեւ անցյալ տարի, եթե չեմ սխալվում, ռազմական հեղաշրջման փորձ էր անում։ Բագրատ Սրբազանին էր նաեւ իր օգնությունը, աջակցությունը, այսպես ասած, առաջարկում։
հիմա ասում է, որ եկեղեցին այն տիրույթն է, որտեղ իշխանությունը չպիտի մտնի եւ այդ հարցադրումը անգամ զավակ ունի թե չէ, դա իրենց գործը չի, ոչ մեկի գործը չի, եկեղեցի պատերի ներսում հարցերը կլուծեն։ Այստեղ տրամաբանությունը որտեղ է, երբ եկեղեցականները նաև ռազմական հեղաշրջման գնալու այդպես հայտարարություններ են անում եւ մյուս կողմից պահանջում են, որ եկեղեցու գործերին ոչ ոք չխառնվի։ Տեսեք, պարոն Աճապահյանը իր հայտարարությունների համար առնվազն, եթե մենք ունենայինք նորմալ եկեղեցի, նորմալ եկեղեցական վերնախավ, պետք է ընդհանրապես կարգալուծվեր Գարեգին Բ-ի կողմից, որովհետև այնինչ ինքը ասում է, այդ կոչերը ոչ միայն հակասահմանադրական են, այլև ընդհանրապես չեն համապատասխանում եկեղեցու բարոյահոգեբանական, այսպես ասեմ, իմիջին եւ վարքին։ Այսպես չի կարելի էլի ուղղակի անել, եւ եթե մենք ունենայինք նորմալ պետություն, պարոն Աճապահյանը առնվազն այս կոչերի համար կենթարկվեր քրեական պատասխանատվությամբ, այնպես ինչպես կենթարկվեր ցանկացած քաղաքացի, որտեվ սա հակասահմանադրական, հակաիրավական կոչ է, ինչ է նշանակում ռազմական հեղաշրջում։ Եթե դա չի արվում, ես չեմ կարծում, որ Գարեգին Բ-ի զավակ ունենալու կամ չունենալու փաստով մեղադրանքներ հնչեցնելը դա ճիշտ պատասխան է։ Եթե ես լինեի իշխանության ներկայացուցիչ, ես ամեն ինչ կանեի, ինչպես ասում էր մեր դասականը, օրենքի տարին համապատասխան։ Հիմա ինչ պիտի անի իշխանությունը, որ Իշխանությունը պետք է նախ հարց տա Գարեգին Բ-ին եւ իր սպասավորներին, վերնախավին, ինչու եք դուք մտել քաղաքականություն։ Այսպիսի հարց, ուղիղ։ Եթե դուք չեք ցանկանում, որ պետությունը իր քիթը կներեք արտահայտության համար մտցնի եկեղեցու գործերի մեջ, ուրեմն բարի եղեք սահմանադրության համապատասխան դրույթը, կետը, պահեք, իրագործեք, մի մտեք աշխարհիկ իշխանության, աշխարհիկ պետության գործերի մեջ, դուք ձեր գործառույթները ունեք։ Եթե դուք մտել եք քաղաքականություն, եթե ձեր արքիեպիսկոպոսները անում են քաղաքական հայտարարություններ, քաղաքական շարժումներ, որոնք ունեն նպատակ իշխանափոխություն իրականացնել բռնի ուժով, եթե ձեր արքիեպիսկոպոսները պահանջում են, որպեսզի կոչեր են հնչեցնում, որոնք ուղղված են հայտնի երկրորդ նախագահին, իրականացնել Հայաստանի ներսում իշխանափոխություն, ուրեմն բարի եղեք, բացատրել դա։ Ինչու եք դա արել։ Եթե դուք դա արել եք, եթե դուք մտել եք քաղաքականություն, ուրեմն պատասխանը պետությունը կարող է իր քիթը խոթել եկեղեցու գործերի մեջ։ Այս հարցը ես չեմ լսում, այս հարցադրումը եկեղեցուն ուղղված Գարեգին Բ-ին։ Ինչու է նա մտել քաղաքականություն։ Այս սրա պատասխանը ես չեմ տեսնում։ Պարոն Ստեփանյան, իշխանություն են ուզում վերջին շրջանում պարբերաբար են նման խոսակցությունները, որ օրինակ Բագրատ Սրբազանն է առաջադրվելու, Աջապահյանը իմպիչմենտի գործընթացի շրջանակներում առաջարկեցին Գարեգին Բ-ին առաջադրել, այսինքն սրանք պարզապես խոսակցություններ են, թե նման միտում կարող է լինել, որ որևէ հոգեվորական կարող է քաղաքական հայտ ներկայացնել։ Նման միտում կարող է լինել, եթե դա արդեն անցյալ չլիներ։ Հոգեվորականը քաղաքական հայտ ներկայացրել է։ Բագրատ Գալստանյանը ներկայացվել է եւ տապալվել։ Ես չեմ կարծում, որ իմաստունի կրկնել այդ գործողությունը, հաշվի առնելով նաեւ, որ դա տեղի է ունեցել հայտնի Ռոբերտ Քոչարյանի կոչից հետո, երբ որ Քոչարյանը փաստացի դիմելով եկեղեցականներին, եկեղեցուն նշեց, որ լավ կլինի, որ չեմ հիշում, չեմ կարող հստակ ցիտել, բայց ասածը այն էր, որ պետք է ինչ-որ եկեղեցական գլխավորի անդիմադիր շարժում եւ եկեղեցականը միանգամից հայտնվեց, Գարեգին Բ-ն այդ եկեղեցականին օրհնեց, չնայած հետո իրենք փորձեցին անել այնպես, որ Բագրատը չի ներկայացնում եկեղեցին, դա իսկ այդպես չէ, ներկայացնում է եկեղեցին, որտեղ խաչով է, որտեղ եկեղեցականի համապատասխան հագուստով է եւ անդադ Աստծո անունն է տալիս։ Պետք է հասկանալ հիմա եկեղեցական է թե քաղաքական գործիչ։ Մենք այս պահին Բագրատ Գալստանյանը ով է, ինձ համար հարց է։ Ինքը եկեղեցու ներկայացուցիչ է թե քաղաքական։ Սա հարց է ինձ համար։ Այնպես որ այստեղ ամեն ինչ հստակ է, Ռոբերտ Քոչարյանը այդ խայծը գցել է, իրենք էլ կուլ են տվել։ Եվ հիմա կրկնել նույն երկրորդ անգամ նույն բանը, մտնել նույն գետը, կարծում եմ ոչ այնքան ողջամիտ է եւ չի համապատասխանում հենց առաջին հերթին այդ անդիմադիր եկեղեցականների կամ չգիտեմ անդիմադիր շարժման կամ մեր անդիմության
շահերին։ Իսկ տեղի ունեցողը շարունակվող է էլի նույն համատեքստում եք դիտարկում նույն Քոչարյանի կոչով, օրինակ որոշ հոգևորականներ, այդ թվում նաև Աջապահյանը, որը պարբերաբար խորհուրդ է տալիս պետությանը իր քիթը չմտցնել եկեղեցու գործերի մեջ, խոսում է իշխանափոխությունից, ասում է, որ օր առաջ պիտի ազատվել Նիկոլ Փաշինյանից։ Նաև Բագրատ Սրբազանն է այդ մասին խոսում, ասում է, որ նոր թափով վերադառնալու է փողոց։ Հիմա այս ամեն ինչը կարող եք այդ համատեքստում կրկին դիտարկել եւ նաեւ շատ կուզենամ անդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի այցելությանը Գարեգին Բեին եւ աջակցությանը եւ նաեւ այն հայտարարությանը, որ իշխանության այս հայտարարությունները հակասահմանադրական են։ Գիտեք, ինչ որ կատարվում է, ինչ որ դուք այս պահին նկարագրեցիք, Աջապահյան, Գալստանյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, մենք փորձենք հասկանալ հասա ինչ անուններ են։ Սա մարդիկ են, որոնք ամբողջապես տեղավորվում են ռուսական շահերը սպասարկելու ուղեծրի մեջ։ Ես ցավում եմ սա ասում իրականում, սա պատիվ չի բերում ոչ իրենց, ոչ մեզ, ոչ մեր հասարակությանը, ոչ մեր քաղաքական դաշտին, ոչ էլ մեր եկեղեցուն։ Այս մարդիկ ուզում են, որպեսզի Հայաստանում լինի իշխանափոխություն, որպեսզի այն բոլոր պլանները, որոնք կիսատ են մնացել, որոնք Ռուսաստանը չի իրականացրել այստեղ, կիսատ ինչու է կիսատ, Ղարաբաղում իրականացրել են, այստեղ չեն իրականացրել, որպեսզի այստեղ բացվի Ռուսաստանի հյուպատոսություն, որպեսզի լինի Զանգեզուրի միջանցք, որպեսզի լինի Սյունիքի մարզի սեցեսիա, որպեսզի Ռուսաստանը եւ Թուրքիան եւ Ադրբեջանը կիսեն Հայաստանի Հանրապետությունը, եւ Աստված գիտի, թե վերջում ամբողջ Հայաստանը չի դառնալու թուրքական վիլայետ, ինչպես իրենք են ամբողջ միշտ մեզ վախացնում։ Խնդիրը եւ տարբերությունը հետեւյալում է։ Այդ նույն մարդիկ, ում մասին ես ձեզ ասացի, միշտ մեզ վախեցնում են, ասում են Հայաստանը դառնալու է թուրքական վիլայետ, որովհետեւ Նիկոլն է դա անելու, Նիկոլն է ծախելու, այն դեպքում, երբ որ դա իրականում իրենք են ուզում անել, իրենց ձեռով են ուզում անել, իրենց եւ Ռուսաստանի խավորությամբ եւ օգնությամբ։ Սա է այս մարդկանց օրակարգը։ Եվ իրենց համար սա շատ կարեւոր է։ Տարբերություն չկա, թե դա կլինի անկախ Հայաստան, թե կլինի վիլայետ, թե կլինի ռուսական գուբերնիա, որովհետև եկեղեցին ցանկացած դեպքում շարունակելու է իր գործունեությամբ զբաղվել եւ անկախ Հայաստանում եւ ոչ անկախ Հայաստանում։ Ցավը ստեղ է։ Այս մարդկանց համար տարբերություն չկա, որտեղ է լինելու այդ եկեղեցին։ Կարևոր է իրենց տեղը տաք լինի, իրենք իրենց պրեֆերենցիոն ռեժիմներից օգտվել, իսկ իրենք միշտ են օգտվել եւ թուրքական տիրապետության տակ, եւ պարսկական տիրապետությունից Ստալինի ժամանակ են օգտվել։ Ինչի մասին է խոսքը։ Իհարկե Ստալինի ժամանակ եղել են որոշակի սահմանափակումներ, բայց եկեղեցին մնացել է իր դերը պահպանել է։ Դրա համար իրենց համար տարբերություն չկա, իրենք ինքնիշխանությունը եւ անկախությունը Հայաստանի պատրաստ են զոհաբերել միայն այն բանի համար, որ իրենց տերերին լինի ավելի կոմֆորտ եւ հետեւաբար իրենց համար լինի կոմֆորտ։ Նույնը վերաբերվում է այդ քաղաքական գործիչներին, որոնց դուք հիշատակեցիք։ Խնդիրը այստեղ է։ Պարոն Ստեփանյան, բայց իրենց դիրքավորումը սրան 180 աստիճանով հակառակն է, իրենք ասում են, որ եկել է դավաճան մի իշխանություն, իսկ իրենք փորձում են փրկել Հայաստանը։ Ազգային արժեքների համար են պայքարում, անգամ հիմա շատ զուգահեռներ են տանում, ասում են եկեղեցուն հիմա թիրախավորել է 1 Նիկոլ Փաշինյանը, 2 ադրբեջանական կողմը։ Այսինքն իրենք հակառակի մասին են խոսում, որ իրենք ազգային արժեքների համար են պայքարում, անգամ վեհափառը Արցախցիների վերադարձի իրավունքով է, այսպես ասած, բարբերաբար զբաղվում այդ հարցով, ամենատարբեր ժողովներ է կազմակերպում։ Սա ինչ միտում ունի այս դեպքում։ Դե բա ինչ պետք է ասեն, հո չեն ասելու, որ ուզում են Հայաստանը հանձնեն ռուսին, որը հետագայում այն հանձնելու է Թուրքին, դա ու չեն կարող ասել։ Չեն կարող դա ասել եւ չեն ասելու։ Գիտեք, ես ընդհանրապես չեմ հավատում փրկիչների գոյությանը։ Երբ որ մարդ ասում է գալիս ենք փրկենք, մեզ փրկելու են, մենք փրկիչներ ենք փնտրում, դա նշանակում է, որ այդ մարդը կամ հիմար է, կամ հիմարի տեղ է դնում ժողովրդին, այսինքն մեզ։ Ես չեմ հավատում փրկիչներին։ Ցանկացած մարդ, որը ներկայանում է որպես փրկիչ, ինձ համար արդեն քաղաքական գործիչ չէ։ Նա մանիպուլյատոր է եւ սրիկ է, դա մեկ։ Երկրորդը, իհարկե նրանք քաղաքականությունը դա հնարավոր է արվեստ է, նրանք փորձում են մանիպուլացնել խափելով մարդկանց եւ ներկայացնել սևը սպիտակ։ Իրենց ուզածը դա է։ Տվյալ դեպքում սևը դա նրանց պլաններն են, սպիտակը այն ինչ որ իրենք ներկայացնում են ազգային, գիտեք շատ լավ բառ է։ Իրենք անդադար ասում են ազգային փրկություն, թուրք, հա, Ադրբեջան, Ռուսաստան, բայց իրականությունը այն է ինչ որ ես եմ ներկայացնում, որտեղ դրան կա շատ հստակ ապացույց։
Լեռնային Ղարաբաղը, Արցախը հանձնվել է Ադրբեջանին Ռուսաստանի մասնակցությամբ, քավորությամբ եւ շատ երերուն աջակցության միջոցով։ Սա փաստ է։ Հիմա իրենք ենթարկվում են եւ սպասարկում են Ռուսաստանի շահերը։ Մենք ոնց պետք է հասկանանք։ Իրենք ինչ են ուզում, որ Հայաստանը լինի ինքնիշխան անկախ պետություն, որ Հայաստանը զարգանա այնպես, ինչպես դա պահանջում են Հայաստանի շահերը, թե զարգանա կամ չզարգանա այնպես, ինչպես դա պահանջում են իրենց տերերը Մոսկվայում։ Սա շատ հստակ է։ Ինչը վերաբերում է Գարեգին Բ-ի կոչերին եւ պայքարին Արցախի եւ Արցախահայության իրավունքների համար, ես ուզում եմ հիշեցնել մեկ բան։ 1 տարի ու կես ես անձամբ անընդհատ դիմում էի եւ եթերներում եւ համապատասխան տեղեր եմ դիմել եւ նշել, որ կա հնարավորություն, կա ձև անել այնպես, որ Արցախը չհայաթափվի։ Երբ որ բլոկադան սկսվեց։ Այն ժամանակ ես չեմ լսել, օրինակ նույն եկեղեցուց գոնե մեկ հայտարարություն, այսինքն իրենք ուղղակի լռում էին։ Իրենք չէին ասում, որ սա անթույլատրելի է բլոկադան, չէին դիմում Ռուսաստանին։ Կոպյորկինի ձեռքից Գարեգին Բ-ն շքանշան է ստացել։ Եթե այդքան լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, պատրիարքի հետ, ինչու իր հնարավորությունները չէր օգտագործում։ Ինչու ամեն ինչ չի արվել, որպեսզի Լաչինի միջանցքը բլոկադա չլինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին սովի չմատնեին եւ դրանով չհասնեին այն վիճակին, որը եղավ 23 սեպտեմբերին։ Այսինքն իրենք մատին չեն խփել այդ բլոկադայի տարիներին։ Ես եկեղեցու բարձրաստիճան այրերից գոնե մեկ հայտարարություն չեմ լսել այդ կապակցությամբ։ Այն դեպքում, երբ որ ինք պետք է դուրս գային եւ ոդկով գնային այնտեղ կանգնեին, որտեղ էր այն ժամանակ գտնվում Արցախի թեմի առաջնորդը, գիտեք։ Երևանում էր։ Այն մեկը փախավ, գնաց Ամերիկա։ Այն մյուսն էլ, որ իր փոխարեն եկավ, Երևանում էր գտնվում բլոկադայի ժամանակ։ Սա ինձ արցախցիներն են պատմել, ես չգիտեի։ Ինքը այնտեղ չէր, ինքը իր ժողովրդի հետ լիներ, իսկ ինքը արդեն Երևանում էր։ Ինչ եկեղեցական ներգործության մասին է խոսք գնում։ Եկեղեցին պետք է պայքարեր Արցախի համար, եկեղեցականները պետք է պայքարեն Արցախի համար այն ժամանակ։ Իսկ նրանք այն չեն արել։ Իսկ հիմա երբ որ Արցախը արդեն թուրքի ձեռքում է, բոլորը սկսել են պայքարել։ Մի եկեղեցական տավուշով Արցախ է, ոսկեպարով Արցախ է գնում, մեկը պայքարում է, մեկը կոչեր է հնչեցնում, գնում է Շվեյցարիայում կոնֆերանսներին է մասնակցում։ Բոլորը հասկանում են, որ սա իմիտացիա է։ Իսկ երբ որ արցախցիները Արցախում էին իրենց տաներում են, որևէ մեկը չէր ուզում պայքարել։ Ինչ ժամանակ ասում ենք, չէ, ճանապարհը ոնց պետք է դա արվի, եւ ասում ենք, որ մենք էլ պատրաստ ենք ստեից դա անել։ Չէ, որևէ մեկին դա չէր հետաքրքրում։ Բոլորը հույսները դրել են ռուսների վրա։ Ծախեցին գերան բրծան, հիմա ասում են պայքար։ Ինչի համար պայքար, ում համար պայքար։ Սա է խնդիրը։ Նաև ասում են, որ Արցախի թեմն են շարունակում պահել, ինչը նշանակում։ Որտեղ են շարունակում պահել։ Արցախի թեմը պետք է պահել Արցախում, ոչ թե Երևանում, կամ ես չգիտեմ որտեղ։ Սա է խնդիրը։ Արցախի թեմը չկա, գոյություն չունի։ Արցախի թեմը պետք է լիներ Արցախում եւ հնարավոր էր այն պահել այն ժամանակ։ Կանզասարում պիտի պահեն, այլ ոչ թե Էջմիածնում կամ Երևանում։ Սա իմիտացիա է։ Եկեղեցին տվյալ դեպքում զբաղվում է նույն իմիտացիայով, որով զբաղվում է քաղաքական դաշտը։ Չեմ կարող չհիշատակել, որ այսօր Զախարովան նորից վերահաստատեց, որ ճանաչում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքում, միշտ են ճանաչել։ Հիմա այս իմաստով երբևէ նաև քննադատություն չենք լսել, թե ընդդիմադիր ուժերի կողմից, թե նույն եկեղեցականների կողմից։ Հակառակը էլի այստեղ էլ ասում են, որ պատերազմը հրահրել է հայկական կողմը, մեղավորը հայկական կողմն է, հանձնողը հայկական կողմն է, ոչինչ չի արել հայկական կողմը։ Հիմա ինչու ռուսական կողմը այսքան անպաշտպան է եւ այսպես ասած մեր ընդդիմադիր ուժերը փորձում են պարբերաբար պաշտպանել անգամ այդ հայտարարությունը, ասում են, որ առաջինը Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եւ ամեն ինչ սկսվեց հենց այդտեղից։ Հիմա եթե վերադառնանք իրականությանը։ Դուք շատ երկար հարց տվեցիք, որին ես շատ կարճ եմ պատասխանել, որովհետեւ ծառան չի կարող մեղադրել եւ քննադատել տիրոջը։ Այսքանը։ Այսինքն հստակ կարող ենք ասել, որ եկեղեցին սպասարկվում է Ռուսաստանի կողմից։ Ես դա եմ տեսնում։ Ես փաստաթուղթ չունեմ ձեռքիս տակ, բայց իրենց գործողությունները, իրենց հայտարարությունները, իրենց խայտարակ պահվածքը Արցախի նկատմամբ, իրենց ամբողջ գործունեությունը, շքանշանները Կոպյորկինի ձեռքից, հա, Պուտինի վերաբերմունքը, իրենց վերաբերմունքը Ռուսաստանին, քննադատության բացակայությունը Ռուսաստանի նկատմամբ, մի բառ չեն կարող քննադատել։ Հակա ապազգային գործունեություն, այդ ամբողջը խոսում է այդ մասին։
Ես չեմ ասում, չէ, որ իրենք թուրք-ադրբեջանական օրակարգն են սպասարկում։ Դրա ինդիկատորները, ցուցիչները չունեն, բայց ռուսականին ունեն, դրա համար ես դա եմ տեսնում։ Երբ որ իրենք դա չանեն, երբ որ զբաղվեն հակառակ գործողություններով, երբ որ Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը ամրապնդեն, Ռուսաստանի շահերը չսպասարկեն, չենք ասելու դա, բայց հիմա ես տեսնում եմ դա։ Իսկ գործողությունների հիման վրա եմ դատում։ Ես վերլուծում եմ իրենց գործողությունները եւ գալիս եմ այս եզրահանգման։ Այլ եզրահանգման համար հիմքեր ես չեմ տեսնում։ Եվ ես սա ցավով եմ ասում։ Ես շատ կուզեի, որ մեր եկեղեցին առաջի հերթին աշխատեր եւ ամրապնդեր մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը, որը ինձ համար ընդհանրապես ազատություն է, բացարձակ արժեք է, իսկ այդ մարդկանց ազատություն պետք չի։ Իրենք ուզում են լինել Ռուսաստանին հպատակ, բայց լինեն շարունակեն ղեկավարեն եկեղեցին եւ իրենց ազդեցությունը Հայաստանի ներսում ժողովրդի շրջանում պահել, այնպես ինչպես դարերով պահել են։ Իրենց համար տարբերություն չկա Հայաստանը կլինի անկախ թե ոչ անկախ։ Կարևորը իրենց ինստիտուտը աշխատի, իրենք էլ իրենց հարկահավաք դերակատարումը շարունակեն այնպես ինչպես դա եղել է դարերի ընթացքում։ Սա է իրենց ուզածը։ Ձեր եզրահանգումները, այսպես ասած, շատ ծանր մեղադրանք են որոշ հոգևորականների ուղղությամբ, ինչը պարբերաբար լսում ենք նաև քաղաքական գործիչներից։ Նաև պարբերաբար լսում ենք, որ Գարեգին Բ-ն պիտի հեռանա, Վեհարանը պիտի մաքրվի, նաև Ալեն Սիմոնյանն էր այսօր հայտարարություն տարածել, որ հայ առաքելական եկեղեցին պիտի ունենա նոր կաթողիկոս։ Հիմա ըստ ձեզ Գարեգին Բ-ն կհեռանա, թե չի հեռանա, եւ արդյոք պիտի հեռանա, թե չպիտի հեռանա։ Ես չեմ հավատում, որ Գարեգին Բ-ն կամավոր հեռանալու է։ Ես նույնիսկ չեմ հավատում, որ ինքը կարգալույց կանի իր հակապետական գործունեությամբ զբաղվող արքիեպիսկոպոսներին, որովհետև այդ բոլոր մարդիկ նույն համակարգի մաս են։ Այդ բոլոր մարդիկ աշխատում են նույն երկրի համար, սպասարկում են նույն քաղաքական շրջանակների շահերը եւ որոնցից մեկին ինչ որ հանել այդ համակարգից նշանակում է, որ ամբողջ համակարգն է փլուզվելու։ Պիտի հեռանա թե չպիտի հեռանա, ես չգիտեմ, եթե ամբողջ հարցը հետեւյալն է, երբ որ դու ասում ես մեկը պիտի հեռանա, դա պետք է հասկանաս թե իր փոխարեն ով է գալու։ Ով է գալու բայի փոխարեն։ Եթե գալու է Բենտլի Կճոյանը, միգուցե իմաստ չունի Գարեգինին հեռացնել։ Եկեղեցին պետք է ինքնամաքրվի ներսից։ Եկեղեցին պետք է այդ գործընթացը սկսի հասկանալով, որ դա է պահանջում եւ պարտադրում հենց եկեղեցու շահերը, որ եկեղեցին վերականգնի իր իմիջը, իր վարկը ժողովրդի մեջ, ժողովրդի շրջանում։ Մի հատ հարցրեք մարդկանց ինչ են մտածում, ինչ որ միտեից բան են հանում, վարկանիշներ են հանում, թե 70%, 80%, բայց դա վիճելի է, որովհետև մարդկանց երբ որ խոսում ես, միգուցե եկեղեցուն այո, բայց եկեղեցու սպասավորները բարձրաստիճան չեն համապատասխանում այդ սպասելիքներին ժողովրդի։ Եվ այնպես որ փոխելով Բ-ին Կճոյանով, ես չեմ կարծում, որ դա խնդրի լուծում է։ Պետք է ինչ-որ երևի ներքևի սպասավորները կան, են ազնիվ մարդիկ փոխարինեն այդ Գարեգին Բ-ին, որպեսզի եկեղեցին սկսի ինքնամաքրման գործընթացը, որտեղ այս եկեղեցու վերնախավը ինքը ես չեմ տեսնում այնտեղ պոտենցիալ, որ իրենք կարող են փոխվել։ Իսկ եթե իրենք չեն փոխվելու, իմաստը որն է Գարեգին Բ-ին փոխել բերել ուրիշին, որը նույն բանն է անելու։ Համակարգը պետք է փոխվի ներսից։ Եվ դա ես նորից եմ ասում, առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում։ Պարոն Ստեփանյան, շատ կարևոր բան նշեցիք, որ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռանա։ Գիտենք, որ այս սահմանադրության պետությունը իրավունք չունի խառնվել եւ որևէ որոշում կայացնել։ Ըստ ձեզ, ընթացակարգը որը պիտի լինի, այսինքն հենց եկեղեցու ներսում պիտի գործընթացը սկսվի։ Դե իհարկե։ Մեր պետությունը չունի այդ գործիքակազմը։ Սահմանադրություն կա, չէ՞, ամեն ինչ պետք է լինի օրինական։ Օրենքով աշխարհիկ իշխանությունը գործադիրը իրավունք չունի կաթողիկոսին հեռացնել։ Դե իրենք պետք է ներսից դա անեն, իսկ իրենք ներսից դա կանեն, կարծում եմ ոչ։